Երկու տեսանյութից, որ արձագանքեցին, ոչ մեկ չասեց։ Նիկոլ Փաշինյանի ամենագլխավոր այսօրվա թուլությունը, մեղքը, բացարձակապես չկա նրա խոսքերի մեջ ճշմարտություն, չկա նրա հանդեպ հավատքը։ Սա ինքն է գեներացրել իր խոսույթով, այսինքն ժամանակ առ ժամանակ ասելով բաներ, որը հետագայում սուտ է տուսեկել, ձերբակալելով մարդկանց, հետագայում բաց թողնելով, մարդկանց հանդեպ շինծ ու գործեր, հարգային ոլորտի, այս ամեն ինչի շնորհիվ Նիկոլ Փաշինյանն ունի ամենամեծ հակառակինը։ Նիկոլ Փաշինյանի հանդեպ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի կրառում երազներից շատերը պոտել են, то есть զերո։ Կամ բանականությունից զուրկ մարդիկ են շատ, որովհետև չի կարելի մարդուն հայվել մեկ հարցիմար, որ հարց կուտած սկսես որտեղ է հաջողությունը, որ ոլորտում եւ մարդիկ կմտնին հայվեն, այսինքն մարդը բանականություն չունի, չի կարող ոչ մի բան ասել, պրոստը բարաճելու տեղը հայյանք կրեն։ Հիմա բերեք հասկանանք Նիկոլ Փաշինյանը սա ինչու համար անում։ Նիկոլ Փաշինյանը ուզում է հեռանալ։ Բայց քանի օր չի կարող ինքնակամ հեռանալ, դե պատկերացրեք, եթե Նիկոլ Փաշինյանը Ալիևին, Էրդողանին, Պուտինին, չգիտեմ խոստացել է ինչ-որ բաներ, որոնք պիտի կատարած է, որի համար իրանք ճնշեն արդեն որ ինքը պիտի կատարե, ինքը ինքնակամ չի կարող հեռանալ, որովհետև այդ դեպքում իրանք են հոպ-ստոպ։ Նիկոլ Փաշինյանն անգամ իր թիմի հանդեպ վստահություն չունի, ինքը գիտե իր թիմի մեջ կան մարդիկ, որոնք որ մեկը լրտես է Թուրքիային, մեկը Ադրբեջանին, մեկը Ռուսաստանին, կան այդ մարդիկ։ Եվ Նիկոլ Փաշինյանը անձամբ իր թիմին չի վստահ։ Սրանից կարելի է գիտեք ինչպես ես դրանում համոզված եմ, որ գնացել էի կրթությունը նորաձևեր։ Նման բանի երբևէ չեմ տեսել, երբ որ մարզբեդին անգամ անվտանգությունը կստուգե վրան բան կա թե չկա, հեռախոս կա թե չկա։ Այստեղ Նիկոլ Փաշինյանն այդքան թույլ է արդեն։ Եվ նրան փախնել է պետք, նրան պետք է որ իրան հանեն, որպեսզի միջազգային այդ մի քանի դիկտատորներին ինքը կարողանա ասել, ես չգնացի, հանեցին։ Բայց ունենք պարադոքսալ իրավիճակ հագարակ կողմից ընդդիմությունից, չկա որևիցե մեկը, որը այսօր ելնի եւ բարձրաձայն ասի, որ ես պատրաստ եմ ստանալու այս իշխանությունը։ Ոչ Ռոբերտ Քոչարյան, ոչ Սերժ Սարգսյան, դրանք լավ գիտեն ինչ փոս են փորել։ Ոչ մեկ այսօր պատրաստ չի իշխանությունը Նիկոլ Փաշինյանից վերցնելու։ Այդ իսկ պատճառով Նիկոլ Փաշինյանը սկսեց արշավներ տարբեր, որովհետեւ իր դեմ հանի եկեղեցուն հարողներին, то есть եկեղեցու պաշտպաններին պես որովհետև ժամանակին 2018 թվին Նիկոլ Փաշինյանն ինքն էր դատարեցրել եկեղեցու դեմ արշավը։ Նիկոլ Փաշինյանը պային դատարեցրեց, երբ որ արդեն Սրբազանը գրեթե գնացող էր, բայց Նիկոլ Փաշինյանը դատարեցրեց։ Սա փաստ է իշեք։ Նիկոլ Փաշինյանը ձերբակալել է Սամվել Կարապետյանին, հույս ունենալով, որ Սամվել Կարապետյանի կողմնակիցները ոտքի կելնին։ Երեք ձերբակալեց Սրբազան շարժման առաջնորդ Բագրատին, նույնպես հույս ունենալով, որ ինչ-որ մասը այնտեղ կա։ Տեսեք, հերթականությամբ գալով Նիկոլ Փաշինյանը կուզե գեներացնել մի հատ շարժում, որը իրան ուղղակի կհեռացնի իշխանությունից։ Եվ ինքը Ալիև Էրդողանի մոտ կկարողանա ասել ժողովուրդ, ես կուզեի, պրոստը ինձ չթողին ինձ հանին։ Բայց ամենացավալին այն է ժողովուրդ ջան, որ մենք այսօր չունենք մարդ, ով որ քսես իշխանությունը կվերցնեն, որովհետև բոլոր այն մարդիկ, ովքեր որ վերևներն են նստած, կյանի Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, իրանք լավ է տեղյակ են, թե ինչ կկատարվի։ Ու ինչ կաներ կուզե Նիկոլներ տա Թուրքիա, երտա Ադրբեջան, Վրաստան, չգիտեմ ինչ, բաներ ունի խոստված, որոնք որ իրականացնեն։ Փոխանակ Նիկոլ, ելի անկեղծ ժողովրդի հետ խոսա, ելի սա որ կա այս խնդիրը չեմ կարող տգից դուրս գամ։ Ով այդ մարդը, արեք նստեք ստեղ երեք։ Դու դրանով ավելի կբարձրնաս, քան այս ամեն ինչը։ Կարող է ինչ-որ մեր պահան պարտություն ունենանք, կարող է տանք, բայց եթե խելքերս գլխներս հավաքենք, այս պայից սկսած մաքուր եղնենք, իրար չխապենք, սուտը անենք մեր միջից, թե դուք, թե ընդդիմությունը։ Ժողովրդին չքայքայեք, թույլ տաք, որ ժողովուրդն աշխատի ու զարգանա, մենք ամեն մեկ կորցրածը հետ կբերենք։ Հիշեք Տիգրան Մենձի պատմությունը, քանի շրջան տվեց պարսիկներին, բայց հետո գրավեց հետ բերավ։ Այսօր ես հասկնամ, որ Նիկոլ Փաշինյանին ահավոր ձևի դեմ են տվել, բայց փոխանակ ելնի ժողովրդի հետ խոսա, ելեն գելը բռնաճնշումների։ Եվ ասեք, գրեք, ով է լիդերով, որ այսօր
Գոնե մեկ անգամ բարձրացնել, որ ես պատրաստ եմ այսօր գալու իշխանության, ես պատրաստ եմ այս հարցերը լուծելու։ Չկգտնի մեկին։